Գործ Քառաքելոց 9-րդ գլուխ։ Իսկ Սողոսը, որ Տակավին Տիրոջ աշակերտներին սպառնալու եւ նրանց սպանելու կրքով էր լցված, քահանայապետի մոտ եկավ եւ նրանից Դամասկոսի ժողովարաններին ուղղված նամակներ խնդրեց, որպեսզի եթե գտնի Տիրոջ ճանապարհին հետևող որևէ մեկին տղամարդ կամ կին, կապված Երուսաղեմ բերի։ Եվ ճանապարհին Դամասկոսին մոտենալիս հանկարծակի նրա շուրջը երկնքից մի լույս փայլատակեց, եւ գետնին ընկնելով լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. Սավուղ, Սավուղ, ինչու ես հալածում ինձ։ Եվ նա ասաց. Ով ես դու, Տեր։ Ձայնը պատասխանեց. Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Իսկ հիմա ոտքի էլ ու մտիր այդ քաղաքը։ Քեզ կասվի, թե ինչ պետք է անես։ Իսկ նրան ուղեկցող մարդիկ անշշունչ կանգնած էին։ Միայն ձայնն էին լսում, բայց ոչինչ չէին տեսնում։ Սողոսը գետնից վեր ելավ, սակայն բաց աչքերով ոչ ոքի չէր տեսնում։ Նրան ձեռքից բռնած մցրին Դամասկոս։ 3 օր այնտեղ էր, բայց չէր տեսնում։ Ոչ կերավ, ոչ էլ խմեց։ Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար։ Տերը տեսիլքի մեջ նրան ասաց. Անանիա։ Նա ասաց. Այստեղ եմ, Տեր։ Տերը նրան ասաց. Ճամփա ընկիր ու գնա այն փողոցով, որ ուղիղ է կոչվում, եւ Հուդայի տանը կփնտրես Սողոս անունով Տարսոնացուն, որ դեռ աղոթքի մեջ է։ Սողոսն էլ տեսիլքի մեջ տեսավ Անանիա անունով մի մարդու, որ մտավ եւ ձեռքն իր վրա դրեց, որպեսզի տեսնի։ Անանիան պատասխանեց. Տեր, շատերից լսեցի այդ մարդու մասին, թե որքան չարիքներ է արել Երուսաղեմում քո սրբերին։ Եվ այստեղ էլ քահանայապետներից իշխանություն ունի կապանքի տակ պահելու բոլոր նրանց, որ քո անունն են կրում։ Տերը նրան ասաց. Դու գնա, որովհետև նա ինձ համար ընտրյալանոթ է, իմ անունը տանելու հեթանոսների, թագավորների եւ Իսրայելի որդիների առաջ։ Քանի որ ես ինքս եմ նրան ցույց տալու, թե նա ինչքան պետք է չարչարվի իմ անվան համար։ Անանիան գնաց եւ մտավ այն տունը եւ ձեռքը դնելով Սողոսի վրա ասաց. Սավուղ եղբայր, վեր նայիր։ Ինձ Տերն ուղարկեց Հիսուսը, որը քեզ ճանապարհիդ երևաց, որպեսզի տեսնես ու լցվես Սուրբ Հոգով։ Եվ իսկույն նրա աչքերից կեղևի պես բաներ թափվեցին։ Տեսնում էր։ Անմիջապես ոտքի ելավ ու մկրտվեց։ Եվ սնունդ ընդունելով զորացավ ու Դամասկոսում մի քանի օր շարունակ աշակերտների հետ էր։ Եվ անմիջապես ժողովարաններում Հիսուսին քարոզեց, ասելով, որ նա է Աստծու որդին։ Նրան լսողներն ամենքն էլ զարմանում էին ու ասում. Սա չէր, որ Երուսաղեմում հալածում էր Քրիստոսի անունը կրողներին։ Եվ այստեղ էլ նույն բանի համար էր եկել, որպեսզի նրանց կապանքի տակ պահած տանի քահանայապետներին։ Բայց Սողոսն առավել ևս էր զորանում եւ նեղ ներդնում Դամասկոսում բնակվող հրեաներին, համոզելով, որ սա է Քրիստոսը։ Բազում օրեր անցնելուց հետո հրեաները պայմանավորվեցին սպանել նրան։ Նրանց դավադրությունը Սողոսին հայտնի դարձավ, քանի որ գիշեր-ցերեկ քաղաքի դռների մոտ էին նրան սպանելու դիտավորությամբ։ Եվ աշակերտները գիշերով վերցրին նրան ու պարսպից կախելով զամբյուղի մեջ դրած իջեցրին։ Երբ Սողոսը Երուսաղեմ եկավ, փորձում էր աշակերտներին հարել, բայց ամենքը վախենում էին նրանից, քանի որ չէին հավատում, թե իսկապես աշակերտ էր դարձել։ Բայց Բարնաբասը նրան վերցրեց բերեց առաքյալների մոտ ու նրանց պատմեց, թե ինչպես ճանապարհին նա տեսել էր Տիրոջը, խոսել հետը, եւ թե Դամասկոսում էլ Հիսուսի անունով համարձակ քարոզել։ Սողոսն աշակերտների հետ մտնում ելնում էր Երուսաղեմ, համարձակորեն քարոզելով Տիրոջ անունով։ Խոսում ու վիճում էր հունախոս հրեաների հետ, որոնք մտածում էին սպանել նրան։ Սակայն եղբայրները այս բանն իմանալով նրան Կեսարիա իջեցրին եւ ուղարկեցին Տարսոն։ Սակայն եկեղեցին ամեն տեղ ամբողջ Հրեաստանում, Սամարիայում ու Գալիլեայում խաղաղության մեջ էր եւ ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկյուղով Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր։ Եվ պատահեց, որ Պետրոսն այս բոլոր տարածքներում շրջելիս իջավ նաև այն սրբերի մոտ, որոնք բնակվում էին Լյուդայում։
եւ այնտեղ գտավ Ենեաս անունով մի մարդու, որը 8 տարուց ի վեր անդամալույց լինելով մաղճի մեջ պառկած էր։ Պետրոսը նրան ասաց. Ենեաս, Տեր Հիսուս Քրիստոսը քեզ բժշկում է։ Վեր կաց եւ շտկիր անկողինդ։ Նա իսկույն վեր կացավ։ Լյուդայում եւ Սարովնայում բնակվողները բոլորը տեսան նրան եւ իրենք էլ դեպի Տերը դարձան։ Հոպպեում աշակերտ դարձած մի կին կար, Տաբիթա անունով, որ թարգմանվում է Այծեմնիկ։ Նա բարի գործերով եւ կատարած ողորմություններով լի էր։ Այնպես եղավ, որ այդ օրերին նա հիվանդացավ ու մեռավ։ Նրան լողացրին եւ դրեցին վերնատանը։ Լյուդան Հոպպեին մոտ էր, ուստի երբ աշակերտները լսեցին, որ Պետրոսն այնտեղ է, 2 մարդ ուղարկեցին նրա մոտ, աղաչելով, որ անհապաղ իրենց մոտ գա։ Պետրոսը վեր կացավ ու եկավ նրանց հետ։ Երբ տեղ հասավ, նրան վերնատուն բարձրացրին։ Բոլոր այրիները շրջապատեցին նրան, լալիս էին եւ ցույց տալիս, թե ինչքան հագուստներ եւ զգեստներ էր կարել Այծեմնիկն իրենց համար։ Պետրոսը բոլորին դուրս անելով ծնրադրեց, աղոթք արեց եւ աճունին դառնալով ասաց. Տաբիթա, հանուն Տեր Հիսուս Քրիստոսի վեր կաց։ Եվ նա բացեց աչքերն ու Պետրոսին տեսնելով ուղիղ նստեց։ Պետրոսը ձեռքը մեկնեց նրան ու վեր կացրեց։ Այնուհետև կանչեց սրբերին ու այրիներին եւ նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։ Ամբողջ Հոպեում հայտնի դարձավ այս, եւ շատերը հավատացին Տիրոջը։ Եվ այնպես եղավ, որ Պետրոսը բավական երկար մնաց Հոպեում, կաշեգործ Ոմն Սիմոնի մոտ։